Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Դուք կարող եք անել այն, ինչ Աստված ցանկանում է, որ անեք։ Ամեն։ Եվ չկա մի բան, որ չկարողանաք հաղթահարել Աստծո օգնությամբ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Ես նստելու եմ այստեղ և պատմելու եմ իմ պատմությունը։ Հավատում եմ, որ այստեղ կան մարդիկ, որոնց սա իսկապես կօգնի և փոփոխություն կբերի նրանց կյանքում։ Ըստ էության, որպեսզի այնտեղից, որտեղից սկսել եմ, հասնեի այնտեղ, որտեղ հիմա եմ, ստիպված եմ եղել ճնշել, ճեղքել և հաղթահարել ինչ-որ բաներ։ Այսպիսով եկեք աղոթենք, Հայր, քանի որ ես չունեմ որևէ ծրագիր, թե ինչ է դուրս գալու իմ շուրթերից, դու քո խոսքում ասել ես, որ բացեմ բերանս և դու կլցնես այն, ուստի ես փորձելու եմ քայլել ջրի վրայով, բացելու եմ բերանս և վստահելու եմ քեզ, որ լցնես այն խոսքերով, որոնք մարդիկ կարիք ունեն լսելու։ Իմ պատմությունը չափազանց երկար է մեկ ժամում պատմելու համար, բայց ես վստահում եմ, որ դու կհայտնես այն բաները, որոնք ամենից շատ կօգնեն մարդկանց։ Ես աղոթում եմ, որ երբ մենք ավարտենք, յուրաքանչյուրը կհասկանա, որ չկա մի բան, որ հաղթանակ չունենա այն դեպքում, եթե թույլ տա, որ դու առաջնորդես և ուղղորդես իրեն Հիսուսի անունով։ Ամեն։ Այսպիսով, բոլորս ունենք պատմություն։ Եվ այնպես չէ, որ իմ պատմությունն ավելի լավն է, քան մեկ ուրիշինը։ Յուրաքանչյուրի պատմությունը կարևոր է իր համար։ Բոլորիս էլ ցավ են պատճառել։ Ես սա չեմ պատմում ինքնախղճահարության զգացումով։ Իրականում, թեև սա կարող է հիմարություն թվալ, սակայն ես կարող եմ նստել այստեղ և ասել, որ ուրախ եմ, որ անցա այն ամենի միջով, ինչի միջով ստիպված էի անցնել։ Որովհետև դա դարձրեց ինձ այն անձնավորությունը, որ հիմա կամ։ Դա ինձ հնարավորություն է տվել օգնելու շատ մարդկանց ամբողջ աշխարհում։ Որովհետև շատ են մարդիկ, հատկապես կանայք, որոնք բռնության են ենթարկվել։ Թերևս անհնար է ասել, թե քանի մարդ կա այս դահլիճում, որ սեռական բռնության է ենթարկվել, գուցե դուք պատմել եք ինչ-որ մեկին, գուցե երբեք չեք պատմել որևէ մեկին։ Եթե չեք ենթարկվել բռնության, գուցե լքված եք եղել, գուցե ձեր ծնողները չեն սիրել ձեզ։ Գուցե մարդիկ նվաստացրել են ձեզ կամ համեմատել ձեր քրոջ կամ եղբոր հետ։ Կամ էլ եղել եք մեկ այլ իրավիճակում, բոլորիս էլ ցավ են պատճառել։ Եթե դուք այն երջանիկներից եք, որոնք ունեցել են հրաշալի ծնողներ, որոնք սիրել են ձեզ և ասել, որ դուք կարող եք անել ամեն բան, ապա դուք անչափ օրհնված եք, որովհետև այնպես ինչպես մարդիկ վարվում են երեխաների հետ մանկության տարիներին, երբեմն շատ ցավալի է։ Ես գիտեմ, որ շատ հաճախ նրանք չեն էլ գիտակցում, թե ինչ են անում, շատերը պարզապես գործում են իրենց իսկ ցավից դրդված։ Այդ է պատճառը, որ լավ չէ ատել այն մարդկանց, որոնք ցավ են պատճառում ձեզ։ Դա առաջին բանն է, որ պետք է հասկանաք, որովհետև դուք երբեք չեք առողջանա, եթե լցված եք ատելությամբ։ Դուք չեք կարող վերականգնվել, չեք կարող առողջանալ, մինչև չներեք։ Դա առաջնային բանն է և կարծես ամենաանարդար բանը, որ խնդրում ենք ինչ-որ մեկին անել։ Բայց ցանկացած բան, որ Աստված խնդրում է մեզ անել, մեր օգտի համար է։ Դուք պետք է գիտակցեք դա, թեև դա դժվար է և անարդար է թվում, բայց օգտակար է ձեզ համար։ Հասկանում եք, ատել նրան, ով ցավ է պատճառել ձեզ, նման է թույն խմելուն, հույս ունենալով, որ կմահանա թշնամին։ Դա նման է ինքներդ ձեզ թունավորելուն։ Կցանկանայի իմ պատմությունը բաժանել երկու մասի։ Մի փոքր կխոսեմ բռնության մասին, այնուհետև ուզում եմ խոսել ծառայության վաղ շրջանի և այն բաների մասին, որոնք պետք է ճեղքեինք, որպեսզի շարժվեինք այնտեղից, որտեղից սկսել ենք, և հասնեինք այնտեղ, որտեղ հիմա կանգնած ենք, որովհետև Դեյվը և ես գաղափար չունեինք, թե ինչ էինք անում։
Ոչ մի գաղափար, այնպես չէ, որ Աստված կանչում է որակավորված մարդկանց։ Այնպես որ մի փորձեք օգտագործել ես որակավորված չեմ պատճառաբանությունը, որովհետև կարծես թե նա չի կանչում այն մարդկանց, որոնք որակավորված են։ Նա կանչում է այն մարդկանց, որոնք հասանելի են եւ բավականաչափ խենթ են քայլանելու եւ լինելու հիմար Քրիստոսի համար։ Իսկապես ես չգիտեի, թե ինչ էի անում։ Դպրոցում անգլերենից ցածր գնահատականներ էի ստանում եւ ինձ դուր չէր գալիս իմ ձայնը։ Որովհետև որպես կին շատ թավ ձայն ունեի։ Իսկ հիմա Աստված հնչեցնում է այն երկրագնդով մեկ։ Աստված հումորի զգացում ունի։ Իսկապես։ Ես ծնվել եմ 1943 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եվ իմ ծնվելու օրը հայրիկիս ուղարկեցին ուսումնական ռազմաճամբար։ Այդ օրվանից մինչև իմ 3 տարին լրանալը ես նրան տեսել եմ ընդամենը մեկ անգամ։ Ես ապրում էի մայրիկիս, հորաքրոջս և հորեղբորս հետ։ Հորեղբայրս հարթաթաթ էր, իսկ հարթաթաթություն ունեցողներին բանակ չէին զորակոչում։ Իմ ամենավաղ հիշողությունն այն է, որ ես վախենում էի հորիցս։ Ես հիշում եմ միայն այն, որ ամբողջովին վախի մեջ էի ապրում։ Մայրս ասում էր, որ երբ նա բանակից վերադարձավ, այնպիսին չէր, ինչպիսին նոր գնացած ժամանակ էր։ Ես մտածում եմ, որ շատ տղամարդիկ են վերապրում դա, նրանք տեսնում են շատ բաներ և անցնում են շատ բաների միջով։ Նա ռազմաճակատում չէր եղել, բայց ուրիշ մարդ էր։ Նա պարզապես ստոր էր։ Երբեմն ես մտածում եմ, որ ստոր լինելը ավելի վատ է, քան բռնարար լինելը։ Բայց ինչ որ բան այն չէր նրա կյանքում։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որտեղ արյունապղծություն էր եղել։ Եվ դա փոխանցվել էր նրան։ Ամենավաղ տարիքից, որքան հիշում եմ, նա սեռական ոտնձգություն էր կատարում իմ նկատմամբ։ Եվ մինչև 13 տարիս լրանալը նա դարձրեց ինձ իր հարճը։ Նա չէր վերահսկում ինձ ուժով, նա վերահսկում էր վախի միջոցով։ Դժվար է բացատրել, թե ինչպես կարելի է վախենալ ինչ-որ մեկից այնքան, որ պատրաստ լինես անելու այն, ինչ նա ասում է քեզ անել։ Այդպիսի վախը պարզապես հիվանդացնում է։ Նա գիշերն էր աշխատում, և ես շնորհակալ եմ Աստծուց դրա համար, որովհետև գոնե նրա կողքին չէի լինում գիշերը։ Մայրս նույնպես վախենում էր նրանից, ունեի մեկ եղբայր, որին հայրս աչքաթող էր արել։ Հիշում եմ, երբ մայրս հղի էր, աղոթում էի, որ նա աղջիկ ունենար, հույս ունենալով, որ հայրս նրան ավելի շատ կհավաներ և ինձ հանգիստ կթողներ։ Այնքան էլ լավ բան չէ աղոթելու համար, բայց ես աղոթում էի։ Ես դիմեցի բարեկամներից մի քանիսին, փորձելով ստանալ նրանց օգնությունը։ Բայց ոչ ոք չցանկացավ միջամտել։ Այն ժամանակ 50-ականներին դուք երբեք չէիք լսի այն բաների մասին, որոնց մասին հիմա խոսում ենք։ Դուք երբեք չէիք լսի սեռական բռնության մասին։ Նման բաների մասին չէին խոսում, բայց դա տեղի էր ունենում։ Այն ժամանակ կանայք նույնպես տարբեր էին։ Շատ քչերն էին թողնում իրենց ամուսիններին, շատ քչերն էին ամուսնալուծվում։ Երբ ես գրեթե 9 տարեկան էի, մայրիկիս ասացի, թե ինչ էր հայրս անում ինձ հետ։ Հիշում եմ, որ նա զննեց ինձ, որպեսզի ստուգեր, թե վնասվածքներ չունեմ արդյոք։ Իհարկե հայրս ասում էր, որ ես ստում էի և մայրս հավատում էր, չգիտեմ իսկապես նա հավատում էր հորս, թե պարզապես նախընտրում էր հավատալ նրան։ Երբ 14 տարեկան էի, մեկ օր մայրս մտավ սենյակ և ականատես եղավ։ Բայց հետո շրջվեց, դուրս եկավ տնից, 2 ժամից վերադարձավ ու երբեք ոչ մի բառ չասաց այդ մասին։ Երբեք ոչինչ չասաց այդ մասին։ Դրանից հետո նրա և իմ միջև սեպ խրվեց։ Նա շրջվեց եղբորս կողմը և սկսեց հոգ տանել նրա համար։ Խեղճ տղա, նա այդպես էլ հայր չունեցավ։ Երբ եղբայրս դարձավ 17 տարեկան, զորակոչվեց ռազմածովային նավատորմում ծառայելու և նրան ուղարկեցին Վիետնամ։ Կարճ ասած, նա կախվածություն ձեռք բերեց թմրանյութերից, երբ ծառայում էր այնտեղ, այդ ջունգլիներում։
Որպեսզի երկար չպատմեմ, նա իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ, որովհետև այդպես էլ չկարողացավ ազատվել թմրամոլությունից։ Նա փորձեց, մենք փորձեցինք օգնել նրան։ Նա լավ մարդ էր եւ ես անկեղծորեն հավատում եմ, որ նա երկնքում է։ Նա հավատում էր։ Պարզապես այնքան շատ խնդիրներ ուներ, որ չկարողացավ վերականգնվել։ Գիտեք, երբեմն մարդիկ այդպիսին են։ Նրանք կրում են ավելին, քան կարող են։ Իրականում վերջին վայրը, որ նա եղել է, երազանքի կենտրոնն էր Լոս Անջելեսում։ Ես զանգեցի հովիվ Թոմին, եղբայրս ապրեց մեզ հետ 4 տարի եւ մենք մտածում էինք, որ նա բավականին շտկվել է։ Մենք կարծում էինք, որ ժամանակն է, որ նա տեղափոխվի եւ ապրի ինքնուրույն։ Ամեն բան լավ էր, քանի դեռ ինչ-որ մեկն ասում էր նրան ինչ անել եւ հետևում էր նրան ամեն ժամանակ, բայց նա երբեք չի ունեցել կարգապահություն կամ ինքնավերահսկողություն։ Հենց մնում էր միայնակ, միշտ վերադառնում էր իր հին ճանապարհներին։ Նա ուներ որդի, որի մասին հոգ չէր տանում, նա ֆինանսապես չէր աջակցում երեխային, երբեք հոգ չէր տանում նրա համար։ Նա չափազանց անպատասխանատու էր, բացի հարբեցող եւ թմրամոլ լինելուց, նա նաև տառապում էր շիզոֆրենիայով։ Հիմա եմ դա հասկանում։ Մայրս նույնպես շիզոֆրենիայով էր տառապում։ Կարծում եմ պատճառը մեղքի զգացումն էր, նա այնքան մեղավոր էր զգում։ Երբ 18 տարեկան էի, նա հոգեկան խանգարում ունեցավ եւ 2 տարի շոկային բուժում ստացավ։ Այնպես որ իմ կյանքը լիակատար խառնաշփոթ էր։ Խառնաշփոթ։ Փառք Աստծուն, երբ 9 տարեկան էի, գյուղում հորաքրոջս ու հորեղբորս հետ գնացի եկեղեցի։ Նրանք ապրում էին հարավային Միսսուրիում, մեզնից գրեթե 480 կիլոմետր հեռու։ Ես գնացի եկեղեցի փրկվելու մտադրությամբ։ Ես գիտեի, որ փրկության կարիք ունեմ։ Չգիտեի, թե ինչպես էի դա հասկացել, բայց այդ երեկո հովիվը մոռացավ ապաշխարության աղոթքի կոչ անել։ Այն ժամանակ ես մի փոքր վճռականություն ունեի, որովհետև բռնեցի 2 զարմիկների ձեռքը եւ ասացի. մենք պետք է առաջ գնանք փրկվելու։ Այն ժամանակ արդեն նկատելի էին ավետարանչի նշանները։ Մենք առաջ գնացինք եւ ես հիշում եմ, որ լացելով նայեցի հովին եւ ասացի. կարող եք փրկել ինձ։ Եվ նա աղոթեց մեզ հետ։ Հիշում եմ, այնպիսի մաքրություն զգացի ներսումս։ Այնքան հրաշալի էր, բայց հաջորդ օրը պահմտոցի խաղալիս ես խարդախություն արեցի։ Գլուխս հենեցի պատին եւ թաքուն նայեցի։ Եվ սատանան ասաց, որ ես կորցրի իմ փրկությունը։ Եվ չկար որևէ մեկը, որ ինձ այլ բան ասեր։ Այն ժամանակվանից մինչև 18 տարեկան դառնալը ես մտածում էի, որ այն ինչ ունեի կորցրեցի։ Ավելի ուշ ես հասկացա, որ այդպես չէր։ Ես միշտ ասում եմ, երբ 9 տարեկան էի, վճռեցի, որ հաղթահարելու եմ այդ ամենը։ Ես լցվեցի վճռականությամբ, սա ինձ պարտության չի մատնի, ոչ ոք ինձ չի կարող օգնել, ուստի ես պետք է անցնեմ այս ամենի միջով եւ ես կփրկվեմ։ Հիշում եմ, երբ պատանի էի, գիշերը պառկում էի մահճակալից եւ մտածում. մեկ օր ես ինչ-որ մեծ բան եմ անելու։ Չգիտեմ, դա իմ պնդաճակատությունն էր, թե այն ինչ նախասահմանված էր։ Հայրս միշտ ասում էր, որ ես երբեք ոչնչի չեմ հասնի, ուստի ես վճռել էի, որ ինչ-որ բան եմ անելու իմ կյանքում։ Ես ունեի գրելու պարգև։ Ուսուցիչներս ուզում էին, որ սովորեի լրագրության ֆակուլտետում, բայց գիտեի, որ դպրոցից հետո պետք է գնամ եւ աշխատեմ ու հոգ տանեմ իմ մասին։ Այնպես որ ես նույնիսկ չփորձեցի համալսարան գնալ։ Կարծում եմ տարօրինակ է, որ ես գրել եմ 142-ից 153 գիրք ու երբեք չեմ ստացել համապատասխան կրթություն դա անելու համար։ Այնպես որ երբեք մի մտածեք, թե չունեք բավականաչափ կրթություն ինչ-որ բան անելու համար։ Դուք կարող եք անել այն, ինչ Աստված ցանկանում է, որ անեք։ Ամեն։ Եվ չկա որևէ բան, որ չկարողանաք հաղթահարել Աստծո օգնությամբ։ Ոչինչ։
Ընդհանրապես ոչինչ։ Այսպիսով դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսին էր իմ կյանքը այդ 18 տարիներին։ Ես հետ եմ նայում եւ իրականում չէի ցանկանա գործածել այդ բառը, բայց ըստ էության հայրս բռնաբարում էր ինձ։ Նա բռնի ուժով չէր անում դա, բայց միևնույն է անում էր։ Որքան հիշում եմ, թերևս դա արվել է 200 անգամ այդ 18 տարիների ընթացքում։ Այնպես որ ես բոլորովին միայնակ էի։ Նա ուներ նման խնդիր։ Ես նույնիսկ չէի համարձակվում որևէ ընկերուհու հրավիրել մեր տուն, որովհետև նա կփորձեր հետապնդել նրան։ Եվ նա թույլ չէր տալիս, որ ես որևէ բան անեի կամ որևէ տեղ գնայի։ Ես չէի համարձակվում ընկերներ ունենալ, այնպես որ 18 տարի շարունակ մտածում էի, ես կդիմակայեմ եւ դուրս կգամ այստեղից։ Նա աշխատում էր գիշերը։ Երբ ավարտեցի դպրոցը, հավաքեցի իրերս, մի կահավորված բնակարան վարձեցի եւ հեռացա։ Ես մտածում էի, որ կազատվեմ իմ խնդրից, բայց չէի գիտակցում, որ խնդիրն արդեն իմ մեջ էր։ Իսկապես ես չէի գիտակցում, որ խնդիր ունեմ։ Եվ առաջին խնդիրը հենց այն է, որ դուք չեք գիտակցում, որ խնդիր ունեք, որովհետև այն, ինչ դուք անում եք, ուրիշներին մեղադրելն է։ Ամեն։ Ես մտածում էի, որ ոչ ոք չի ցանկանա ինձ, որովհետև ես բռնության եմ ենթարկվել։ Ես ամուսնացա առաջին տղամարդու հետ, որը հետաքրքրություն ցուցաբերեց իմ հանդեպ։ Ես 18 տարեկան էի, իսկ նա 19։ Նա ուներ ավելի շատ խնդիրներ, քան ես, պատկերացնում եք։ Սովորաբար խնդիրներով մարդիկ ամուսնանում են խնդիրներով մարդկանց հետ եւ միմյանց են փոխանցում իրենց խնդիրները։ Իսկ երբ ունենում են երեխաներ, նրանց են փոխանցում իրենց խնդիրները։ Առաջին անգամ, երբ հղիացա, վիժեցի։ Այնուհետև այդ ամուսնությունից ծնվեց իմ ավագ որդին, որին անվանակոչեցինք Դավիթ։ Դա 5 տարվա մղձավանջ էր։ Նա չէր աշխատում։ Օգտագործված մեքենաներ էր վաճառում, բայց մեծ մասամբ չէր աշխատում, եւ նա մանրուքներ էր գողանում։ Նրանից ամուսնալուծվելուց անմիջապես հետո նա հայտնվեց բանտում, կեղծ չեկեր գրելու համար։ Երբ ես 18 տարեկան էի, նա տարավ ինձ Ալբուկերկե։ Այն ժամանակ մարդկանց վճարում էին երկրում մեքենաներ տեղափոխելու համար։ Մենք մի մեքենա վարեցինք դեպի Ալբուկերկե եւ նա վճարվեց դրա համար։ Մի քանի շաբաթ մնացինք այնտեղ եւ մի օր նա պարզապես տուն չեկավ։ Ես մնացի մենակ Ալբուկերկեում։ Չունեի մեքենա, ունեի աշխատանք, գնում էի աշխատանքի, բայց փող չունեի։ Վերջապես գտա մեկին Սենթ Լուիսում, որն ինձ ծանոթ մի աղջկա եղբայրն էր։ Նա ինձ բավականաչափ գումար ուղարկեց, որ ավտոբուսի տոմս գնեի եւ վերադառնայի տուն։ Նա կրկին օգնեց ինձ Կալիֆոռնիայի Օուքլենդ քաղաքում։ Այսպիսով իմ ամուսինը մշտապես այլ կանանց հետ էր։ Վերջապես, երբ հղիացա այն տղա երեխայով, որն այսօր ղեկավարում է մեր համաշխարհային միսիան, ես հեռացա նրանից, եւ նա բոլորին ասում էր, որ երեխան իրենից չէ։ Նա ինձնից 2 թաղամաս հեռու էր ապրում մեկ այլ կնոջ հետ։ Օ, իմ կյանքը շատ հետաքրքիր է անցել։ Երբ ունեցա երեխային, նա եկավ հիվանդանոց։ Անհնար է շղթել, որ երեխան նրանը չէր, որովհետև շատ նման էր նրան։ Մենք հեռացանք հիվանդանոցից եւ գնալու տեղ չունեինք։ Ըստ էության ես անտուն էի։ Իրականում ծիծաղելի է, երբ մտածում եմ այդ մասին հիմա։ Ահա ես այսօր այստեղ կանգնած եմ, բայց մի ժամանակ անտուն եմ եղել, ես չունեի գնալու որևէ տեղ։ Ես ձեզ ասում եմ, ինչ էլ պատահած լինի ձեր կյանքում կամ ինչ էլ հիմա կատարվի, երբևէ մի մտածեք, որ դուք չեք կարող հաղթահարել, եւ իմացեք, որ Աստված դեռ կարող է ինչ-որ հրաշալի բան անել ձեր կյանքում։ Ասում եմ ձեզ, դուք կարող եք ունենալ վատ սկիզբ եւ հիանալի ավարտ։ Ամեն։ Նա զանգեց իր եղբայրներից մեկի նախկին կնոջը, որը քրիստոնյա էր, եւ հարցրեց, թե կարող է որոշ ժամանակով մեզ ընդունել իր տանը, եւ այս կինը համաձայնեց։ Ես գաղափար չունեի, թե ինչ եմ անում, ես ունեի երեխա։ Հավանաբար մարմնումս վարակ կար, որովհետև 2 թե 3 մեծ թարախակույտեր էին առաջացել մարմնիս վրա,
եւ մտքովս նույնիսկ չէր անցնում դիմել բժշկի։ Ես կարողացա աշխատանք գտնել եւ բնակարան վարձեցի։ Այդ ժամանակ նա ապրում էր իր ընկերուհու հետ։ Նա վերադարձավ եւս մեկ անգամ եւ ես վերջապես հասա այն կետին, որ այլևս չէի կարող դիմանալ ու նրան ասացի. Ես ամուսնալուծվում եմ։ Իրականում ես չէի կարող հոգ տանել իմ եւ երեխայի համար։ Ոչ ոք չկար, որ օգներ ինձ եւ վերջին ելքն այն էր, որ զանգեի հորս եւ պարզեի, թե արդյոք կարող եմ վերադառնալ տուն։ Ես գիտեի, թե ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ ես ստիպված էի լինելու ամբողջ ժամանակ խույս տալ նրանից։ Եվ ահա ասպարեզում հայտնվում է Դեյվ Մայերը։ Մայրս եւ հայրս ունեին 4 ընտանիքի համար հատկացված տուն։ Գիտեք ինչ է դա։ Դա շատ տարածված էր այն ժամանակ։ Դուք գնում էիք տուն, իրականում հատկացված 2 ընտանիքի համար։ Դրանք լինում էին քաղաքում։ Ձեր տան վերևում առանձին բնակարան էր եւ մարդիկ վարձում էին այդ բնակարանը։ Երիտասարդը, որ ապրում էր մեր տան վերևում, աշխատում էր Դեյվի հետ։ Մի երեկո Դեյվը եկավ, որ նրա հետ ինչ որ տեղ գնա։ Ես դրսում էի եւ լվանում էի մայրիկիս մեքենան, հագել էի կարճ տաբատ։ Եվ նա մտածում էր, որ ես բավականին լավ տեսք ունեմ, որոշեց սիրախաղ անել ինձ հետ։ Ինձ դուր չէին գալիս տղամարդիկ, ես չէի վստահում նրանց եւ ես գիտունիկ էի։ Նա ասաց. «Երբ ավարտես, կարող ես իմն էլ լվանալ»։ Ես ասացի. «Ընկեր, եթե ուզում ես, որ մեքենատ լվացվի, ինքդ լվա»։ Այն ինչ պատրաստվում եմ ասել, լիակատար ճշմարտություն է։ Դեյվը վերստին ծնված, հոգով լցված քրիստոնյա էր, որն աղոթում էր կին ունենալու համար։ Նա Աստծուն ասել էր, որ պատրաստ է ամուսնանալու, եւ թող լինի մեկը, ով օգնության կարիք ունի։ Այնպես որ նա երբեք չի կարող ասել, որ չի խնդրել այն, ինչ ստացել է։ Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե աստվածային ինչպիսի նախապատրաստություն էր դա։ Ես պառկում էի անկողնում առաջին ամուսնուս հետ եւ աղոթում, որ մի օր Աստված տա ինձ մեկին, ով իսկապես կսիրի ինձ։ Եվ միշտ ասում էի, թող դա լինի մեկը, ով ինձ կտանի եկեղեցի։ Ես ուզում էի գնալ եկեղեցի, ուզում էի ծառայել Աստծուն, բայց չգիտեի ինչպես դա անել։ 9 տարեկանից աղոթում էի, որ Աստված հաներ ինձ այդ իրավիճակից։ Իսկ նա չէր հանում, նա անցկացրեց ինձ դրա միջով։ Երբեմն մենք աղոթում ենք, որ Աստված հանի մեզ ինչ-որ իրավիճակներից, իսկ նա չի հանում եւ մենք չենք հասկանում։ Դուք կարող եք հարցնել, միթե ես հասկանում եմ, թե ինչու Աստված չէր ազատում փոքրիկ աղջկան նման իրավիճակից։ Ոչ, չեմ հասկանում, բայց այդ ամենը վերածվեց մի հզոր բանի։ Աստված ունի պատճառներ այն ամենի համար, ինչ մենք չենք հասկանում։ Բայց ես գիտեմ, որ ձեր կյանքում չկա մի բան, որ անտեղի լինի։ Ոչ մի ցավ, ոչ մի անարդարություն անտեղի չի լինի, եթե այդ ամենը հանձնեք Աստծուն։ Նա ինչ որ հրաշալի բան կստեղծի դրանից։ Ամեն։ Դեյվը պատմում էր, որ հենց ես ասացի, դա ինչ որ բան կատարվեց իր ներսում եւ նա հասկացավ, որ այդ աղջիկը իր համար է։ Այնպես որ կամ դա Աստված էր, կամ նա խելագար էր, երկուսից մեկը։ Եվ ես ենթադրում եմ, որ դա Աստված էր, քանի որ արդեն 56 տարի է մենք նույն ճանապարհին ենք եւ դեռ միասին ենք, ամեն։ Մենք հանդիպեցինք 3 թե 4, գուցե 5 անգամ, չեմ հիշում։ Եվ նա խնդրեց, որ ամուսնանամ իր հետ։ Այն երեկո, երբ նա խնդրեց ամուսնանալ իր հետ, ես փորձում էի տուն վերադառնալ, որովհետև ուզում էի տուն հասնել ավելի շուտ, քան հայրս կգար։ Շաբաթ երեկոյան նա միշտ դուրս էր գալիս եւ հարբած վերադառնում, ես միշտ ձգտում էի ձևանալ, թե քնած եմ, երբ նա վերադառնում էր։ Իսկ Դեյվը շարունակ ասում էր, քեզ հետ խոսելու բան ունեմ, ես մտածում էի, որ նա կխզի մեր հարաբերությունները, որովհետև միշտ բացասականն էի տեսնում ամեն բանի մեջ, ես միշտ սպասում էի ամենավատին։ Քանի որ դա այն էր, ինչ ստացել էի, գուցե ձեզնից ոմանք մինչև հիմա այդպես են վարվում։ Դուք շարունակում եք սպասել վատագույնին, որովհետև դա այն է, ինչ ստացել եք։ Լավ, ես կխնդրեմ, որ ամեն բան սկսեք նորից եւ հավատաք, որ ինչ որ լավ բան է կատարվելու ձեզ հետ ցանկացած պահի։ Կարող եք անել դա։
Ուզում եմ քաջալերել ձեզ, նույնիսկ ասել ամեն առավոտ, ինչ որ լավ բան է կատարվելու ինձ հետ այսօր։ Պատճառն այն չէ, որ դուք լավն եք, այլ այն, որ Աստված բարի է, ամեն։ Ինչ որ լավ բան է կատարվելու ինձ հետ այսօր։ Ամեն։ Այսպիսով մենք ամուսնացանք։ Նույնիսկ չնչին պատկերացում չունեի, թե ինչ էի անում, նույնիսկ չգիտեի, թե ինչ է սերը։ Ես ունեի երեխա, որը գրեթե 1 տարեկան էր։ Մենք ամուսնացած էինք արդեն 3 շաբաթ, երբ Դեյվն ասաց ինձ. «Ինչ է կատարվում քեզ հետ»։ Ես այնքան բացասական էի։ Նա ասում էր. «Ինչու ես այդքան բացասական»։ Ես ասում էի. «Եթե դու չես սպասում, որ որևէ լավ բան կկատարվի, ապա չես հուսահատվի, երբ այն չկատարվի»։ Այնպես որ ինձ երբևէ չասեք, որ չեք կարող հաղթահարել բացասական վերաբերմունքը, քանի որ ես չէի կարողանում առանց ջղաձգվելու միմյանց հաջորդող 2 դրական միտք արտահայտել։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։